Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն Անդրանիկի փողոցում էին։ Ձեռք բերված տեղեկություններով ժամը 19-ի սահմաններում Արթուր Վարդանյան անուն ազգանունով մեկը պետք է գումար շորթեր։ Անդրանիկի 73 կոտորակ մեկ հասցեի դիմաց Արթուրին պետք է մոտենար կինը և ամուսնուն հանձներ նրա պահանջած գումարի մի մասը։ Փողը վերցնելուց հետո պետք է հայտնվեին դարանակալած հետախույզներն ու նրան բերման ենթարկեին ոստիկանություն։ Սա այն սցենարն էր, որը նախապես մշակվել էր ոստիկանների կողմից, ինչը ճշտությամբ կատարվեց։ Թվում է իր կինն է, իր կնոջ մատանին է։ Ճիշտ է, այս դեպքում մատանու փոխարեն գումար էր, բայց ոստիկանությունն ինչ իրավունքով է միջամտում ամուսինների հարցերին։ Այնինչ պարզվում է, որ միջամտելու իրավունք ունի, այն էլ կանխարգելիչ միջամտության։ Հոկտեմբերի 5-ին շորթման զոհ դարձած կինը մեզ մոտ հաղորդում էր տվել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ծեծի փաստով նշանակվեցին դատաբժշկական փորձաքննություններ և քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Քննության ընթացքում տուժողը կատարվածի վերաբերյալ նշեց նաև ամուսնու, այսպես ասած ևս մեկ հերոսություն։ Ինձանից պահանջել է $5,000, որպեսզի ավտոմեքենա անի, եթե ես այդ գումարը չտամ, ինձ պետք է վիզս տապվի։ Այդ սպառնալիքների ներքո նա ամուսնուն տվել է մեկ անգամ 100, երկրորդ անգամ 300,000 դրամ։ Պահանջած գումարը ստանալու վերջնաժամկետը ամուսինը սահմանել էր հոկտեմբերի 15-ը, ավարը վերցրեց, բայց ուրախությունը կիսատ մնաց։ Ժամանակն է ներկայացնելու պատմության գլխավոր հերոսին։ Նախկինում դանակահարության, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու գողության համար դատապարտված 39-ամյա Արթուր Վարդանյանին։ Շորթած գումարը ձեռքին բաժին բերման ենթարկվելուց հետո կատարվեց անձնական զննություն, ապա Վարդանյանը ոստիկաններին ներկայացրեց ստացած գումարը։ 20 հատ 20 հազարանոցները նախնական մշակման են ենթարկվել։ Գումարը վերցնելուց հետո քիմիական փոշու հետքերը փոխանցվել էին Արթուր Վարդանյանի ձեռքերին, հագուստի որոշ մասերին ու դեմքին։ Փոխանցված հետքերի փոշին վերցվել է հետազոտության։ Այս եւ ձեռնարկված այլ միջոցառումներով հիմնավորվեցին ոստիկանների կասկածները։ Կատարված շորթման փաստով շուտով քրեական գործ հարուցվեց քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով։ Ով գիտե, թե ինչ հանգուցալուծում կունենային ամուսնու սպառնալիքները, գուցե իսկապես իրագործեր խոստացածը, եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, արդյունքում կանխվեց ևս մեկ հանցագործություն։ Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ 02 շաբաթաթերթի առաջիկա համարում։